շուկան ընդհանրապես վերանալու է շուտով, որտեղ այսօր Հայաստանի հարթակում կան այդ on-line առևտրի բաները, որ խոսքի մերը չի։ Շատ է խանգարում, բայց առևտրին։ Հա, այդ Viber-ի, Sozon, Temu, այսօր բոլորի հեռախոսների մեջ էլ կա, բոլորդ էլ օգտվում եք, լավ է որ օգտվում եք, բայց այսօր դրությամբ մեր թողելի լիներ, բայց մեր հարկերը այսքան որ բարձրացում ենք, մենք պետք է կանանք տեղավորվենք այդ եկամուտի մեջ։ Մեզի այսօր չեն հաշվում մեր եկամուտը ինչքան, իրանք մենակ հարկն են, ասենք 100%-ով հարկ են բարձրանում, եթե մի ապրանք ես խոսքի առնում եմ 1000 դրամով, պետք է ծախեմ 1200 դրամ, այդ 1200 դրամից արդեն 120 դրամ ես պետք է հարկ վճարեմ, չհաշված տաղավարի գումարը, ՀԴՄ-ի սպասարկման գումար, տուն փող չենք կարող տանենք, որ ծերին զորով մի կերպ ստուծում, ասենք վախտին եթե փող ենք աշխատել, այսօր այդ աշխատած փողերը բերում ենք, տեղի փող ենք տալի, հարկ ենք վճարում, իմ հարկս այսօր եկել ես չեմ կարող, ի վիճակի չեմ հարկ վճարելու, եթե ես այդ հարկերը վճարեմ, տուն փող չեմ տանելու ընդհանրապես։ Համար ինչքան եք վճարում։ Իմս 4 քառակուսի է, վճարում եմ 130,000 դրամ։ Պայմանագրով կա 29,000 դրամ մեկ քառակուսին է։ Եվ եթե գաղտնիք չի, հա, ամսվա կտրվածքով մոտավոր ինչքան եկամուտ եք դուք ունենում։ Այսօր ասեմ եկամուտ համարյա, ասենք, եթե ես հարկերը վճարի, այսօր հենց հիմա ինձ հարկադիր է տված հարկերի համար, որտեղ չեմ վճարել այս տարի, դա չեն կարող, առևտուր չկա, եկամուտ չկա առևտրի մեջ։ Ձեր տաղավարում ինչ սարքավորումներ են ներկայացված։ Բանը էլեկտրական գործի, հա կարող գնանք ցույց տամ իմ տաղավարը, էլեկտրական գործիքները, բենզինով գործիքները, ասենք զոդման սարքավորումները, իրանց աքսեսուարներով, այսօր արհեստավորները ժամանակին որ գալիս են սա զոդման սարքավորումները առնում են, այսօր ոչ մեկ էլ չի գալ, ոչ մի արհեստավոր չի գալի, սա օգտվում է Viber-ից, Temu-ից, Ozon-ից։ Հեսա իմ տաղավարս էսի կա, ապրանքները նայեք, այնքան չեն վաճառվում, վիճակը նայեք։ Սա շիթոկները հեսա, ասենք հանը մեջերը նայեք, ասենք ահավոր վիճակը, որտեղ շատ շուտվանից չեն վաճառում։ Ապրանքները շատ շուտվանից մնացած ապրանքներ են։ Այս այսինքն դնում ենք, բայց չի վաճառվում, ինչը որ խոսքի գյուղատնտեսականները հիմա գալիս են, մի երկու բան սուտի մուտի առնում են, բայց դա Այն չէ, էլի։ Բայց պատրաստվում եք հայտարարագիր ներկայացնել, մինչև նոյեմբերի 1-ը պիտի ներկայացվի, թե չէ դուք անվերում։ Ճիշտ ասած չեմ պատրաստվում, որովհետև անհնարին է, էլի հիմա խոսքի շուկայի կանգնողական մի հատ ծանոթ է, խոսքի մեկը գալիս է մի հատ մի բան առնում է, խոսքի մի հատ ձեռնոց ասում, ասում լավ է, ձեռնոցը իմ կողմից էսի տալիս եմ։ Ես հիմա այդ հայտարարագիրը եթե ներկայացնեմ, ես ես պետք է հաշվեմ ամեն ինչ, որից քանի հատ ունեմ, ասենք ես էլ ոչ մեկին ոչ կարամ ինչ որ մի բան ուղակի տամ, ոչ է։ Ասենք մարդկությունը լրիվ կորելու է այդ հայտարարագիր ներկայացնելով։ Գնումների դեպքում դուք ձեր կողմից Դե հա, այն օրը ասենք խոթենձիչի թելա բանը, տարկը մարդ, եկել է մի բան առնում, մի հատ էլ իմ կողմից ասում լավ, այս էլ իմ կողմից քեզի նվեր։ Մարդուն շահգրգռում ես, որ բան ելնի, մյուս անգամ էլի ստեկ գա։ Բայց դե եթե ես հայտարարագրեմ լրիվ իմ ապրանքը, ես էլ ոչ մեկին ոչ ման չեմ կանալու, ասենք շուկան իրանք խանութի հետ խառնել են իրար, էլի, ասենք խանութը ուրիշ է, այսի իմ խանութն է, իմ անձնական, իմ սեփական գումարով ձեռք բերած ապրանք է, խոսք, էլի, ես հիմա կուզեմ ձեզի նվեր կտեմ, կուզեմ ձեր վրա կվաճառեմ, չէ, այդ իմ իրավունքն է, որտեվ ես եմ, ասենք պետությունը չի տվես ինձի, որ հաշվի, ասի հաշվի տենամ քանի հատա, որ դնում ին վրից գողանալու ես, թե չես գողանալու։ Իմ անձնական իմ սեփական ապրանքն է, կուզեմ նվեր կտամ, կուզեմ կվաճառեմ, կուզեմ ինքնարժեքով կտամ, սա շուկայի, ստե պետք է լինի ոչ թե տոկոս մեր վրա դնեն, վաճառքից տոկոս մենք իրանց վճարենք, այլ պետք է հաստատագրված գումար, խոսքի քառակուսիով, ասենք 4 քառակուսիով զբաղվածում, ինչ որ X գումար որոշվի, ասեն խոսքի այս 4 քառակուսու համար վճարեք, այսինքն 20,000 դրամ, խոսքի օրինակ, էլ X գումար ենք ասում, ես հիմա լիարժեք չեմ կարող ասեմ ինչքան լինի, թող խոսքի X գումար որոշեն քառակուսու համար, ասենք մենք էլ հարմարվենք, կհարմարվեմ այդ գումարին, կասեմ հարմարվում եմ, աշխատում եմ, ես ինչ ձև ապրանքս կվաճառեմ, կտամ, չեմ տա, չեքը կուզեն, չեքը կտանք, չեքը չեն ուզե, չեքը չենք տա,
Բայց հիմա հիմնական սաղել ուզում են, այսինքն ուզողին տալիս են, չուզողին չեքերը էս են, էլի։ Այսինքն մարդկա ասում է չեքը պետք է որ ասում հա, էսի ասինք ով որ չի տարե։ Սա չեքերն է։ Ասենք ստանանք էլի կան, էլի էսա։ Ասենք հավաքում թափանք այդում այս չեքերը։ Բայց դեսի ճիշտ չէ, էլի հիմա խոսքի գործիք է, վաճառում են, ստանում են, աշխատում են պայտակ չանել կա բան կա, էլի, ասենք հիմնական բենզինով գործիքները մարդիկ տանում են սխալ են օգտագործում, փչացում են, բերում են, օգնում ենք, վերանորոգում ենք, բան ենք անում, բայց դա էլ է սա աշխատանքը մեզանց գնում, ճիշտ է, գումար չենք վեկալում, բայց դա հիմա դրա համար է իրան կարան մեզ դու գանեն։ Ասում են հայտարարագիր ներկայացնելու նպատակային է, որ թափանցիկություն ապահովեն։ Թափանցիկությունը թող իրանք իրանց մեջ գտնեն այդ իրանք կոռուպցիան մանգալի, այդ կոռուպցիան իրանց մեջ ես այս սրա մեջ այդ ինչ պետք է աշխատեմ, որ ինչ որ իրանք իմը թափանցիկություն են մանգալի։ Թող իրանք իրանց մեջ մանգան, որ ասենք գալիս են post են նստում 2 տարվա մեջ արդեն իրանց ունեցվածքը գնացեք չափեք ձևեք մեկ է մերը ասենք ես շուկայի աշխատողների ով որ խոսքի Չինաստանից անձամ չի կամ ներմուծի բան չանի ասենք հասարակ առնող ծախողը իրանց մոտ հասարակ կյանք է ասենք ոչ մեկս մեզը չեն կարող թույլ տանք որ քաղաքում գնանք մեր իրանց պես նստենք կաֆեներում վայելենք կյանքը Մենք առօրյա երիկոն մտածում ենք որտես կարանք մի կոպեկ էժանով ապրանք առնենք տանենք վաճառենք մի բան կարենք տուն փող հասցնենք Շուկայի աշխատակիցները նաև բողոքի ակցիա են իրականացնում, պատրաստվում եք էլի բողոքի ակցիաների կազմել։ Ճիշտ ասած վերջի ակցիան ես չեմ գնացել, որտեվ Ռուբենը կանգնած է, ինքը ասել գնում ենք, ասել ես էլ չեմ ուզում գամ, որտեվ արդեն գտնում եմ անիմաստ է գալը, որտեվ իրանք մեր բողոքը, ասենք մենք գնում ենք բողոքում ենք, չէ, որ ասենք չեն կարում արդեն աշխատեն իրանք հաշվի չեն առնում եթե մտած ես իմանամ եթե ինքը ես վաղ գնամ ինքը էլի իմ ասածը հաշվի կառնի ես էլի կգնամ բայց իրանք ասենք ժողովրդի վրա կառավարությունը անտեսում է ձեր խնդիրը լրիվ ասենք գնացել ենք հավաքվել ենք ընդ դեմի վաղը գնում ենք որ շատ են գնում ինչ որ կառավարության ինչ որ մի անդամ իշնում էր ասենք Գալսեր ասում է 10 հոգանոց խումբ կազմեք բանակցենք դա շատի հետ չեն կարող բանակցեն ամեն կողմից մի բան կարող գորը ասի մարդիկ մտնում են մոտեցնում են խնդիրները ներկայացնում են ու ինքն ասում է ես ձեր հարցերին իրավասու չեմ պատասխանում եթե իրավասու չես խես իջե կամ խես post զբաղվեցնում Տոնես մարդ այդ post-ը զբաղվեցնի որ իրավասու է կարա ժողովրդի հարցերին պատասխանի Իրանք ոչ մի հարցը չեն կարող պատասխանեն, իշնում են ինչ-որ, ասենք, ոնց որ փափուկ բարձ դնեն ժողովրդի գլխի տակ, այնքան որ ժողովուրդը գնացուց։ Ճիշտ չէ, էլի, աշխարհում այդպես բան չկա, ասենք, այս միտիկա տեղի համար ես 10% ինչի համար ինձ էլ ասում մի հատ էլ բաներ է գույքագրի եթե չկարնաս այս ապրանքի բանը ինձ ներկայացնես թե օր ցա քեզ այս ապրանքը մի հատ էլ 20% է պետք է ես իրան հարկվեմ այս ապրանքի համար ասենք իրանք մեզի գումար չեն տվել ժամանակա որ այստեղ եք աշխատում նման խնդիր ես вообще Հայաստան հետ եմ եկել 20 տարի առաջ այն նպատակով որ գամ իմ երկրում շարունակեմ աշխատել ժամանակին էլի առևտրի մեջ ենք եղել տակ ենք տվել տուն տեսախ ծախե գնացել ենք 20 տարի առաջ հետ ենք եկել նպատակում մենք մեր երկրում էլի շարունակենք մի բան ստեղծենք աշխատենք գոյատևենք խնդիրների բախվել եք դուք որ այս 20 տարվա ընթացքում այսպիսի խնդիրների Քուրիկ ջան ուրեմն սենց ասեմ որ հարկը մեր վրա 3.5% է ժամանակին սարքեցին 5% անեն շեր ժողովրդանից ուրախանալով ընդունեց այդի էլի ամեն մեկս մեր վրից մի բան կմճտեցինք մի բան իմեջ տեղավոր ծրինք ասենք լավ շատ չեն բարձրանում էլի 1.5% են ավելացնում մի ձև ասենք երկրի համար է խոսք ինչ որտեղ համաձայնվան շատ բան չարինք էլի բայց դա հիմա 100% մի անգամ 5-ը սարքում են 10% սպասարկումը ՀԴՄ-ի սպասարկումը էլի 100% բարձրացնում են ասենք մենք էլ ենք մարդել մենք էլ ենք մի բան ուզում այդ որ այդ ամեն ինչը մենք իրանց մենակ իրանք չպետք է երկրում ապրեն լավ զգան իրանց այս հասարակ ժողովուրդը պետք է մի քիչ գոյնը կանա իրան լավ զգա Այ գործիքները, ասենք, տարիներով դրված գործիքներ են, այս գործիքները տարիներով առևտուր չկա, այս է արդեն ես մոռանում եմ, ասենք ինքնարժեքից էժանել ուզեն պետքա տամ, որտեվ էլ չի վաճառվում։
Ես իմ ինքնարժեքից այժմ վաճառեմ, իրանց հարկը տամ, ասենք իմ գումարով, իմ անձնական գումարով այս գործը տոնս վարկեմ դրե, գումար ենք վեկալը, քիչ-քիչ ստեղծել ենք, այս ամեն ինչին հասել ենք։ Հիմա այն վիճակն է, հա տան վարկը փառքասով ըրծել ենք ժամանակին, բայց դե հիմա այս ապրանքը առը բերե դրել են, գումար եմ դրել, այս էլ չի վաճառվում։ Ասենք խոսքի մը լավ մարդ գա, ասենք ինքնարժեքից այժմ էլ կտամ, այնքան որ այդ գումարս հետ գա, կարամ ուրիշ մի բան առեմ, ինչ որ այսօր կարամ ծախեմ։ Ոնց ենք, ես ասում շուկա է, խանութ չի, որ ես խոսքի սա գույքա գրեմ, հիմա նայ գները գրեք կպցրեմ, բայց այն չի որ հաճախորդ եկավ ասեց հիմա 6500 6000-ով դու ես չեմ տալու։ Հիմա եթե ես էսի գույքա գրեմ, շուկա է, ուղղակի պետք է բազար անեն։ Մարդիկ գալիս են բազար անեն, առեն էթան։ Եթե այտենց չլինի պետք է սա ես ֆիքսեմ գներով, մարդիկ գինը խանութից կարի, շուկա չի գա հասնի։ Գինը գերում ես, որ խոսքի մարդը գալի տենում է, ասում է 16000, այսի կարում ես 15000-ով տաս, կասում ցավ տանեմ, Հա, բայց դե հիմա եթե մենք իրանց ասած պայմաններով աշխատենք, այդ 16 եթե եղավ, 16-ը լինելու է, դե արդեն մարդկությունը վերանալու է։ Ասեն ոչ մեկին ոչ կարաս լավություն անես, ոչ կարաս ինչ-որ մեկին նվեր տաս կամ ինչ-որ մեկին օգնես։ Այդ ամենը վերանալու է երկրից։